Ողջույն, այս օրերին հայկական իրականությունը ադրենալինի պակաս չունի, այնքան, որ երբեմն մոռանում ենք, որ մեր սահմանների հարևանությամբ մերձավոր արևելքում այս պահին ընթանում է փաստացի երրորդ համաշխարհային պատերազմը, արդեն հերթական շաբաթն է։ Դե երբ ձանձրանաս, երբ աչքերդ փակում ես Քոչարյանի գլուխգործոցների ուղեկցությամբ, իսկ աչքերդ բացում ես ու Փաշինյանի գլուխգործոցը արդեն պատրաստ է։ Լսենք երկուսին էլ։ Եթե որևէ քաղաքական գործիչ հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած, էշի պես զռա եւ հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնների խփելու։ Հիմա եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է եւ մարդ պատրաստ է նաեւ նման կերպ դիտումներ հավաքել, թող հավաքի։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի։ Տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Գրազ եմ գալիս, որ իր միջին վիճակագրական դիտումները ընդհանրապես չի գերազանցի։ Եթե այս ամենը կարճ նկարագրենք, ապա պետք է պարզապես ասենք, սա նախընտրական Հայաստանն է։ Մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր ընտրական իրարանցումներին Արցախում ապրող հայերը կարող էին պարզապես հետևել։ Ճիշտ է, երբ ամաչելու բաներ լինում կարող էին ամաչել, երբ ընտրվում էին նրանք, ում անարժան էին համարում, կարող էին տխրել, բայց միայն այդքանը։ Դե ֆակտո եւ դե յուրե Արցախի բնակչությունը Հայաստանի Հանրապետության ընտրություններին չէր մասնակցում անկախության հռչակումից փաստացի ի վեր։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվող ընտրությունները բացառիկ են լինելու առնվազն այն պատճառով, որ դրանց մասնակցելու են նաև արցախահայերը։ Այո, առաջին անգամ մասնակցելու են։ Հակառակ նրան, որ տասնամյակներ շարունակ Արցախում բնակվող հայերը ունեցել են Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրեր, նրանք երբեք չեն մասնակցել հայաստանյան ընտրություններին։ Ի տարբերություն ի դեպ 90-ականների սկզբին, երբ Արցախից падգամավորներ էին ընտրում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համար։ Այսօր իրավիճակը փոխվել է, ընտրություններին կմասնակցեն միայն այն արցախցիները, ովքեր հասցրել են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այսինքն այս տարի առաջին անգամ արցախահայությունը կդիտարկվի նաև որպես ընտրազանգված Հայաստանում սպասվող ընտրություններին։ Իսկ ինչ են անում ընտրազանգվածի հետ ընտրություններից առաջ։ Այդ հարցում արդեն տասնամյակների փորձ ունենք, իհարկե սիրաշահում են, խոստանում են, խաբում են եւ այսպես շարունակ, թե դա էլ մեր գյուտը չէ։ Այդպես է ամեն տեղ, որտեղ թեկուզ մի քիչ ընտրությունների արդյունքը կախված է նաև ընտրողներից։ Եվ այսպես, ով ինչ է խոստանում Արցախի հայությանը Հայաստանի Հանրապետությունում սպասվող ընտրություններից առաջ։ Սկսենք իշխող ուժից։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդես է գալիս հստակ եւ կոշտ օրակարգով։ Իշխանության մոտեցումը միանշանակ է, նրա ներկայացուցիչները համարում են, որ Ղարաբաղյան շարժումը պատմական անցյալ է, սխալ է, իսկ վերադարձի թեման փակ։ Նիկոլ Փաշինյանը իր հրապարական ելույթներում արցախցիներին ուղղակիորեն առաջարկում է ոչ թե Արցախ վերադառնալու հույսեր փայփայել, ինչը համարում է անհնար, վտանգավոր, իսկ որոշակի փուլում էլ կարծում եմ կհայտարարի անթույլատրելի, այլ ինտեգրվել Հայաստանի հասարակությանը։ Մնացեք, տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում, սա է իշխանության հիմնական ուղերձը եւ ասելիքը արցախցիներին, որի շուրջ էլ կառուցվում են պետական աջակցության ծրագրերը, բնակարանային ապահովումից մինչև զբաղվածություն։ Ընդ որում հիմա գիտեմ, էլի կասեն ու դեմ չեմ թող կասեն, բա այն ժամանակ Ղարաբաղի հետ կապված ինչ էիր ասում, չգիտեմ ինչ հետ կապված ինչ էիր ասում, այո ասում էի եւ դա ցույց է տալիս, որ ես այդ իրականությունից կտրված չեմ եղել, ես այդ իրականության դեմ չեմ եղել, ցույց է տալիս, որ ես մաքսիմալն եմ արել այդ օրակարգերի համար եւ դրա համար որ մեջբերում եմ Աստվածաշնչի այդ կտորը, որը գրել են, որովհետեւ անգիր չեմ հիշում։ Եվ ստեղ էլ խնդրում եմ այս խոսքի բարդ դարձվածքներ ընկալել, որովհետեւ չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ այն ինչ որ եղել է, արդեն եղել է։ Իսկ մեջբերում հետեւյալն է, ձեզ համար փող հնչեցրի, բայց դուք չպարեցիք, ձեզ համար ողբ երկեցինք, բայց դուք լաց ու կոց չարեցիք։
Խոսքը նրա մասին է, թե ես ինչի մասին եմ խոսում 2018 թվին, 2019 թվին, եւ այդ նույն մարդիկ ինչպես էին արձագանքում դրան, բայց այսօրվա եւ այս պահին եթերի իմաստը շատ հստակ է, խոսքը ունի ուժ, խոսքը ունի հետևանք, խոսքը ունի բովանդակություն եւ խոսքը իր մեջ գործողություն ունի, եւ երբ որ նրանք ովքեր ասում են ամենաանմեղ բան ձևերով վերադարձի Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունք եւ այլն Ադրբեջանն էլ իր հերթին ասում մենք էլ ունենք մարդիկ որ վերադարձի իրավունք ունեն դուք էլ գիտեք ինչ անուններով են դա անվանում ես հիմա չեմ ուզում այդ ամեն ինչը գտնեմ մենք պետք է այս միջավայրը հասկանանք եւ բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք որ մենք այսօր ֆիքսել ենք եւ ունենք խաղաղություն հետեւաբար յուրաքանչյուրը ոչ մեկ չի խուսափելու այս ընտրությունից, ոչ մեկ։ Եվ նրանք ովքեր գնալու են ընտրությունների, եւ նրանք ովքեր չեն գնալու ընտրությունների, եւ նրանք ովքեր այս մոտիվով են քվեարկելու, եւ նրանք ովքեր այս մոտիվով չեն քվեարկելու, ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չենք շարունակում։ Եթե շարունակում ենք, դա պատերազմ է։ Եթե չենք շարունակում, դա խաղաղությունը ամեն օրվա հետ ուժեղանալու է եւ անկախությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու ինքնիշխանությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու Հայաստանի Հանրապետությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու եւ ես առաջնորդում եմ այս շարժումը Դառնանք Ռոբերտ Քոչարյանին գաղտնիք չէ որ բռնատեղահանվածների զգալի մասը հույսեր է կապում հենց նրա հետ Հույս ունենալով, որ երբ Քոչարյանը վերադառնա իշխանության, Արցախահայությունն էլ կկարողանա վերադառնալ Արցախ, բայց Քոչարյանն ունի կոնկրետ ռազմավարություն այս հարցում, նա հրապարակավ հայտարարում է Արցախից չենք հրաժարվում, առանձին հանդիպումներում էլ գուցե նաև հայտարարում է, որ չի հրաժարվում նաև Արցախը վերադարձնելու ծրագրերից, Սակայն հարցն այն է, թե ինչպես, հարցը առաջանում է, քանի որ պարոն Քոչարյանը Արցախից չհրաժարվելու հետ միաժամանակ շեշտում է, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմ չի ցանկանում, ցանկանում է խաղաղություն։ Դե դա ես չեմ ասում, դա ինքն է ասել, երբ բոլորի համար անսպասելի հայտարարվեց, որ ընտրություններին մասնակցելու է եւ հենց ինքն է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը, չնայած իր պարագայում եւ իր ձևակերպմամբ սա կնշանակի պաշտոնի որոշակի իջեցում։ Ի վերջո մարդը եղել է նախ Արցախի նախագահ, հետո էլ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այնպես որ իսկապես վարչապետի պաշտոնը նրա պարագայում պետք է դիտենք որպես պաշտոնի իջեցում, բայց ինչպես ասում են, հայրենիքի համար կարելի է նեղություն քաշել։ Միակ բանը, որի մասին դեռ մինչ այս պահը բաց ու վստահ խոսում են Քոչարյանն ու նրա թիմակիցները, Արցախահայության Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսելն է, բայց թե ինչպես է հնարավոր խաղաղություն Ադրբեջանի հետ եւ միաժամանակ անվտանգ ու ապահով վերադարձ Արցախ առանց Ադրբեջանի վերահսկողության դեռ չեմ ասում Արցախի ազատագրում մնում է միայն գուշակել։ Ամեն դեպքում այս պահին Քոչարյանի եւ նրա թիմի մոտեցումը հենց այդպիսինն է։ Հարցս հետեւյալն է ձեզ։ Դուք ինչպես եք պատկերացնում վերադարձ Արցախ, ինչ ծրագրեր ունեք Արցախ վերադառնալու մասին, շնորհակալ եմ այս միջոցառում։ Այս հանդիպումը կազմակերպելու եւ իրականացնելու համար մեզ ողջորելու նոր մշտավորելու համար։ Շնորհակալություն։ Երևի ընդհանուր հարցերի մեջ, որոնք այսօր Հայաստանի արժեքավորացան, ամենից բարդ հարցը այդ հարցը։ Նախ վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը որպես պետություն չի ուզում խոսալ ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչում, ապա ընդհանրապես խոսալ վերադառնալու մասին անիմաստ։ Եվ առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք, հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է գործում եւ շատ դժվար է այդ երկեր կամ մերժել այդ իրավունքի արկայությունը ընդհանրապես
Հարաբաց այդպես այո։ Դրանից հետո պետք է գնա հետևալ վերադարձող մարդիկ պետք է անվտանգ լինեն։ Ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա տրամաբանությունը ընդհանրապես եւ այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջելու, այո ժամանակ է պահանջելու։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ուժեղ Հայաստան նախաձեռնությունը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ եւ Նարեկ Կարապետյանի դեմքով ավելի պրագմատիկ եւ ոմանց կարծիքով ավելի ազնիվ դիրքորոշում են բռնել։ Նրանք չեն խոստանում Արցախի վերադարձ կամ Արցախ վերադարձ։ Իդեպ ոմանք դա կապում են նրա հետ, թե Կարապետյանները Ռուսաստանի ներկայացուցիչն են Հայաստանում եւ Ռուսաստանից այսպես ասած դաբրո չունեն այս պահին Ադրբեջանին պատերազմ հայտարարել։ Բայց դա այլ թեմա է, որին կարծում եմ ապագայում անդրադառնալու առիթ կունենանք։ Իսկ առայժմ վերադառնանք մեր թեմային, այն է ինչ է խոստանում ուժեղ Հայաստանը Արցախահայությանը։ Վերադարձը իրատեսական չի համարում, բայց եւ չի առաջարկում լուծվել հայաստանյան հասարակության մեջ, փոխարեն առաջարկում են սերտիֆիկատներ բաժանելու ծրագրի փոխարեն կառուցել ամբողջական ժամանակակից բնակավայրեր, որտեղ արցախցիները կապրեն միասին պահպանելով իրենց համայնքային կապերը, մշակույթը եւ ինքնությունը։ Արցախի հարցում մեր վերաբերմունքը ամենակարևոր հարցը Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանում տնավորելն է այս պահին։ Երկրորդը վերադարձի հետ կապված եկեք լինենք ազնիվ իրար հետ։ Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու անվտանգ արցախցիներին այնտեղ ապրել։ Մենք պետք է երբ ունենանք այդ ապահովությունը, այդ առավաչան, որ մեր հայրենակիցները ապահով են լինելու, այդ ժամանակ պետք է վերադարձի հարցը մենք միշտ դնելու ենք առաջնահերթություն։ Առաջնահերթություն լինելու է, բայց այս պարագայում ես ուզում եմ ազնիվ լինեմ մեր հանրության հետ, այնպիսի բան չասեմ դուր գալու համար, ասեմ պրակտիկ հողի վրա ինչ կա։ Այս Ադրբեջանի ղեկավարը 10 հատ հայ հետ յոլա չգնացին այնտեղ։ Ոնց եք պատկերացնում, մենք մյուս մեր հայրենակիցները ինչպես են ապրելու, երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ մենք դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի մարդիկ կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Իսկ դա մեծ հարց է, դա պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք, որտեղ 10 հոգի այնտեղ հայ կար, չկարողացան այդ մարդկանց ժողովրդական խոսքով ասած յոլա տան։ Այն ինչ անում են Գագիկ Ծառուկյանն ու նրա շուրջը համախմբված մեծ ու փոքր ուժերը, հայտնի եւ անհայտ քաղաքական գործիչները, պարզ ու կարճ կարելի է կոչել սոցիալական պոպուլիզմ։ Դա էլ Ծառուկյանի եւ նրա թիմի գյուտը չէ։ Լավ է թե վատ ընտրություններից առաջ հարուստ ու ճոխ խոստումներ տալ, հիմնականում սոցիալական, երբեմն էլ կրթական, մշակութային կամ տնտեսական ծրագրեր իրականացնել, բարի ժպիտով տարբեր մարդկանց հետ շփվել, դա քաղաքակիրթ ընտրական մշակույթի մի մասն է։ Դե մենք էլ որպես հին ու կրթված ազգ այդ մշակույթից անմասն չենք մնում։ Ծառուկյանի եւ նրա թիմակիցների խոսքն ու գործը մոտավորապես այս շրջանակի մեջ են։ Բացի այս հիմնական դերակատարներից ընտրապայքարում կան նաև այլ ուժեր, ոմանք ավելի ազնիվ են իրենց գնահատականներում, ոմանք ավելի պոպուլիստական, այնուամենայնիվ փորձը հուշում է, որ ժողովուրդը կլսի բոլորին, սակայն ձայների առյուծի բաժինը բաշխվելու է հիմնականում առաջին 3-4 ուժերի միջև։ Հունիսին սպասվող ընտրություններից առաջ կարևոր է հիշել, որ ոչ բոլոր տեղահանվածներն են մասնակցելու քվեարկությանը, միայն նրանք, ովքեր արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ըստ բաց աղբյուրների 2026 թվականի մարտի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 34576 մարդ։ Գործընթացը շարունակվում է եւ առաջիկա շաբաթներին ակնկալվում է եւս 1000-1500 անձի քաղաքացիության տրամադրում։ Այս թվից հանենք անչափահասներին, ընտրության օրը հիվանդացողներին կամ
այլ պատճառով քվեարկությանը չմասնակցողներին ու կստանանք այն համեստ թիվը, որով ենթադրվում է Արցախահայությունը իր մասնակցությունը կունենա հայաստանյան ընտրություններին։ Այսօրվա դրությամբ քաղաքական ուժերից եւ ոչ մեկը հանձն չի առնում կատարել արցախցիների նվիրական երազանքը վերադարձնել Արցախը կամ պայմաններ ապահովել, որ արցախցիները ապահով վերադառնան Արցախ։ Այսինքն այս իմաստով համեմատելու խնդիր չկա, համեմատությունը այլ մակարդակում է։ Ով է ավելի շատ մեղավոր, որ Արցախահայությունը տեղահանվեց։ Արցախցիներից նրանք, ովքեր կմտածեն, որ դրա մեղավորը Փաշինյանն է, կընտրեն նրա քաղաքական հակառակորդներից որևէ մեկին։ Իսկ նրանք, ովքեր կհամարեն, որ ավելի մեծ է Սարգսյանի ու Քոչարյանի մեղքի բաժինը, կգնան ու կքվեարկեն Փաշինյանի օգտին, կամ ընդհանրապես ընտրություններին չեն գնա, ինչը ավելի հավանական է։ Այսպիսի պարզունակ հաշվարկ մեր քաղաքական դերակատարների մեծ մասն էլ կարծես պատկերացնում է, որ ընտրությունը հենց այդ հիմքով է լինելու արցախահայերի ընտրությունը։ Դրա համար էլ արցախցիներին ավելի լավ կամ գերազանց ապագա խոստանալու փոխարեն նրանց համոզում են, որ Արցախին պատոհասած դժբախտությունների մեջ իրենք մեղք չունեն։ Փաշինյանի համար մեղավորը նախկիններն են, նախկինների համար Փաշինյանը։ Այսքանն էի ցանկանում ասել այսօր ու արդեն մտածում էի ինչով ավարտեմ այսօրվա հանդիպումը, երբ պատասխանը ինքը եկավ սկանդալային ու հետաքրքիր։ 2 տարի առաջ հրապարակվեց մի տարօրինակ ձայնագրություն։ Լսենք այն։ Политику и активное противостояние действующим властям сразу после известных событий 2018 года произошло по взаимному согласию и взаимным договоренностям. Я просил бы вас обеспечить мой плавный выход из этой ситуации. Жить и работать здесь, в Армении, под постоянным прицелом и в статусе заложника считаю неприемлемым. И ваше слово имеет здесь решающее значение. Не в состоянии просто вам отказать никак. Поэтому я просил бы обеспечить мой плавный выход из этой ситуации. Այսպիսի խայտարակ բաներ։ Հիմա ես մի քանի հարց ունեմ։ Առաջին, ում է դիմում ձայնագրության մեջ լսվող ձայնի տերը։ Ով է նրա տերը։ Ով էր նրան 2018 թվականին հրահանգել, հրամայել գալ եւ մտնել Հայաստանի քաղաքական դաշտ։ Ում էր նա աղաչում, պաղատում, ոտքերն ընկած խնդրում, որպեսզի իրեն թույլ տան դուրս գալ այս իրավիճակից։ Ընդ որում, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նրան այդպես էլ թույլ չտվեցին դա անել։ Նրան ասացին՝ «Նյետ»։ Դրա համար էլ մարդը մինչև հիմա անգամ տանջվում այն ինչ որ ելույթներ է ունենում, ընտրությունների է պատրաստվում, ոդկաստ է անում։ Այսինքն ստրուկի պես անխիղճ կերպով շահագործում են այս խեղճ մարդը։ Հաջորդ հարցը։ Կամ պարզվի ռուսաստանցի օլիգարխիներն են նույն մարդը, կամ նույն մարդիկ, կամ նույն կենտրոնը հրահանգել, հրամայել գալ եւ մտնել Հայաստանի քաղաքական դաշտ։ Կամ պարզվի ինքը, բայց երբ որ ասել է, բայց ախր ես երկհարկացի եմ, ես տեխնացու չեմ կարող լինել, ասել են ոչ, կգնաս եւ կանես այն, ինչ մենք քեզ ասում ենք, արա։ Կամ պարզվի են մեր տեղական օլիգարխիներ, որ մի քանի տարի կորած էր, հանգարց հայտնվել տապանահավաքում, էլի նույն կենտրոնից կամ այդ նույն կենտրոնի կրտսեր կենտրոններից, ասել են կգնաս եւ կմասնակցես ընտրություններին։ Կամ պարզվի իրանց պլանը հետեւյալն է, ինչպես Գյումրիում էր առանձին մասնակցել ընտրություններին, երթում ուտել, որ իրար հետ կապ չունեն, հետո ստանան ժողովրդի քվեն եւ միավորվեն իրար ու դառնան իրանց տերերի կուսակալը ստեղ։ Չգիտեմ, հարցեր։ Բայց այս հարցերին մենք բոլորով պիտի պատասխանենք հունիսի 7-ին։ Մենք պիտի պատասխանենք, մենք ուզում ենք անկախ երկիր, թե ուզում ենք այնպես, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում, երբ որ իրանք եկան իշխանության եւ 10 օր հետո ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթ։ Որտեղ իրենց պլանը նույնն է՝ գալ Հայաստանում իշխանության եւ ստորագրել Հայաստանի Հանրապետության լուծարման փաստաթուղթ։ Մենք դա նրանց թույլ չենք տալու։ Այս ուժեղ թույլիկներին, այս օտար ուժերի կուսակալներին, այս տեր ունեցող փոքրիկներին մենք դա թույլ չենք տալու։ Համոզված եմ, որ այս հոլովակն էլ անպատասխան չի մնալու ու հակառակ կողմից էլ բացահայտումներ կարող են լինել։ Այնպես որ սպասենք ու կտեսնենք։ Մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։